Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք լայք, գրեք ձեր ցանկությունները, ինչպես եք բաժանորդագրվում, ես ասել եմ, շատ մեծ ինչ-որ հնարավորություններ, ես ինչ բարդություն պետք չէ, որ վիդեոն գալիս է, տակը սև գույն է, դա սեղմեք եւ ամեն օր հաղորդումը կտեսնեք։ Կարող եք կիսվել ձեր ընկերների հետ։ Հիմա կասեք, այս դոշիտ ինչ է, այսքան մեդալ շարել։ Ժողովուրդ ջան, ինչ ես ումից եմ պակաս, հա? Խո ես սաղ կյանքս հաղորդում չեմ վարել։ Ես էլ ոնց որ Հայաստանի բոլոր բանակ չծառայած կամ Նիկոլա մեր գեներալներ ստացած, գեներալ Կոսինուս ստացածներ, ես ուզում եմ իմ մեդալները ցույց տամ։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին գործից հանել են։ Հիշեցնեմ ձեզ, որ Արամ Հովհաննիսյանն է ոստիկանապետն էր, որը Նիկոլի համար ընդամենը ոչինչ չէր ներկայացնում, լինելով միմիայն հլու հնազանդ մատաղից 14 օր ուշացած ուլ, անում էր այն, ինչ որ Նիկոլն էր հրամայում, ասում էին 100 հոգու ծեծեք, ինքը 1000 հոգու էր ծեծում, ասում էին 100 հոգու բերդ գցեք, ինքը 1000 հոգու էր գցում։ Իմիջիալոց այս մեր տխրահրճակ Արամ Հովհաննիսյանը, որին բազում անգամ ես անդրադարձել եմ, Արգիշտի Քյարամյանի հետ միասին ստորագրել էին Արտակ Սարգսյանին համաձայնել էին, որ Արտակ Սարգսյանին կալանավորեն։ Ինչի իրանք կարան գնան վերնիսաժից Ստալինի Բաստիլի գրավման շքանշան առնեն։ Իմը բոլորը օրինական է, նայեք։ Սա Հայաստանի Հանրապետության անկախության համար, սա Հայաստանի Հանրապետության համար մղված պայքար։ Սա թուրքերից ապրանք խլելու համար եմ ստացել, բանում Կիևում։ Սա Քյոլնի ամրոցի գրավմանն է մասնակցել, սա Քյոլնի ազատագրմանը, սա պֆալցի կուրֆյուրստատվե, ես էլ բանը Դրագեն ամրոցի, վիշապների ամրոցի տերնատոր, ես էլ խո հրեշտակապետնատվե, ասելա Գագոջան, գնա կայֆավա տեղի։ Ինչ, ինչով եմ վատ ես ես երկրի մարկանցից, որ 2 ամիս ծառայում են բանակ չգնացած 47 հատ մեդալ են խփում դոշների։ Անցնենք հաջորդ հարցի, անցնենք այս ոստիկանապետի ֆոկուսներին։ Ինչ է կատարվել իրականում, ինչ են սրանց վրա հանում, եւ այսօր իբր թե իր դիմումի համաձայն, բայց իրականում Հայաստան մտած բան կյանքում չի լինում, որ իր դիմումի համաձայն մարդ դուրս գա, որովհետեւ ոչ մեկ պոստից իր դիմումի համաձայն դուրս չի գալիս, թալանի զղկտվելու տեղից, նաեւ լոռու մարզպետն է հրաժարական տվե։ Ինչի համար, որ ամեն ինչում դե Նիկոլը ճիշտ է։ Դե Նիկոլը ասա ոչ սխալ, դե գնա ասա ոչի տակով էլ հերթականը դու։ Փաստորեն Նիկոլեն գործից անում են նրանց, ում օգտագործում են ու գցում են մի կողմ։ Օգտագործում, ծակում, գցում են մի կողմ։ Լավ ո՞նց է եղել, որ այս բոլորը իրար հետ սենց դուրս եկան։ Ամենահետաքրքիրը նա է, որ Նիկոլի ոչ ու բարով ծնունդին հավաքվել էին բոլոր ԿՊԵ-ականները Սևանի դաչայում, որտեղ լավ դեղացրվեն, դեղի տակ են եղել, ու որոշել են իրենցից ում հանեն, որոնք ըստ իրենց դոսիեների, որ բարեկամ ունեն բերելու, այդքան է լավ շունչի իրանց համար։ Իմիջիալոց ով որ ասի, ինչ գիտես տեղարվե, Նիկոլ Փաշինյանի օգնական մի ժամանակ փոխվարչապետ, հիմա չգիտեմ ինչ անում, Էդգար Աղաջանյանն DJ-ը, որ ասում էր 100% Հայաստանում չկա մի միջոցառում, որտեղ 100% դեղ չծրվի։ Մարդ իրանց միջից ինչ տեսե, էդ էր ասում, ինքը չգիտի, որ իմ բարեկամի հարսանիքին, օրինակ թե Երևան, թե գյուղում ընդհանրապես դեղ չի ֆռռում։ Վարզա, այս մարդիկ իրենց արշինով են չափում, չէ։ Փչացած է, ելնում ասում ում ճանաչում են, փչացած է, ինքը իր արշինով է չափում։ Գողնել ասում են, չեք մենակ ինձ բռնում, սաղ աշխարհը գողանում է, չէ։ Կաշառակերն ասում են, չեք միայն ինձ բռնում, սաղ աշխարհը կաշառակերը։ Այտենց չի ժողովուրդ։ Այտենց է, դե դրա համար է սրանք էլ այտենց են ասում։ Հիմա ես զարմացած եմ, լավ, այսքան մեդալ ինչի են տալի, վերջապես ես հարցի տակից չելա։ Կարող է Նիկոլը բրիլյանտներն ու ոսկիները դրանց միջոցով թռցնում է երկրից։ Թե սրանք էթնիկ ցիգաններ են, որոնք երկաթի հանդեպ, ժեշտի հանդեպ սեր ունեն։ Դե եթե բնականաբար Նիկոլն էլ ցիգանի հոգեբանությամբ, հա, բնականաբար ցիգաններ են, սրանք հայից բացի ուրիշ բան չեն կարող։ Հաջորդ հարցը ինչին ուզում եմ անդրադառնալ, Նիկոլ Փաշինյանը այսօր մերժվածի գնալն է բու Երևանի պետական համալսարան, որ զորքերով փակել են, գնացել են դե շեշ 2 բառ ասել, ոչ մեկի հարցին չի պատասխանել, մերժվածը ու հել է սերժվել է։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա գործողությունները ինքն էլ ասում եմ լավ գիտի, որ գնալու է։ Դրա համար ապուշությունների մեջ են։ Բնականաբար սա ուղղությունը այս Արամ Հովանեսյանին է, եւս մյուս ոստիկաններին, մյուս ուժային ծառայողներին։ Տեսեք լավ օգտագործվող լպստվող մարդուն օգտագործած ծակ ապրանքի պես գցում են աղբար կղը։ Եվ հիշեցնեմ այս մեդալավորներին եւ պաշտոնյաներին, ոչ մեկը Կուտոյանից, Գևորգ Կուտոյանից լավը չլինեք, բոլորդ էլ խփվում եք կամ Գևորգ Մեհերյանից լավը չլինեք։ Պարզ, հա։ Հենց որ շուտով ձեզ էլ են խփելու, արգիշտի դու լցրցամփի մեջ ես, որովհետեւ դու լիքը բան գիտես։ Անցնենք մնացած հարցերին, հասնենք վեհապարը լուրը, ոնց որ միշտ պիտի լուրը լինի։ Ժողովուրդը ճղում է եկեղեցու համար, հոգևորականների մի տեղից պիսկ, մյուս տեղից պիսկ, վեհապար փայես Նիկոլի հետ, այնը ոտը դրե գազին, ասում է որ պարզվի վեհապարը կնիկ երեխա ունի, պետք է հանվի։ Վեհապարին դրա համար չպետք է հանվի։ Թուրք Նիկոլ, վեհապարին պետք է հանվի բազում հանցագործությունների, մեքենայությունների, մարդասպանությունների, ոչ ամիջական կամ ամիջական մասնակցության համար։ Հասկացար։ Դերասանություն բռնել եք, որ ինչ։ Այդ ոնց եղավ, որ Վազգեն Սարգսյանի մահվան օրը հավասար վեհապարը ընտրվեց ու ինչի հենց այդ օրը։ Ինչ կատարվավ այդ պահին։ Չէ որ այնտեղ ուրիշ մարդ էլ կար։ Այս մասին դեռ երկար կա, բոլորը պատմում են, մենակ գաղտնիք չի։ Ինչա կատարվել։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, սա ներկայացնեմ, սպասեք հերթով կամ, որ չխառնենք իրար։ Հա, անցնենք լավագույն մի հատ լուրի, որ Ֆրանսիան հյուպատոսանը բացեց Գորիսում, սրանով Ֆրանսիան ապացուցելով, որ ինքը Սյունիքի հանդեպ անտարբեր չի ու ոչ միայն ինքը, այն որ ասում եմ Արուս, ես ուրեմն Արուսը հետ էսա, որ ասում եմ ես, ուրեմն Ամերիկան եւ մնացած արևմուտքը հետ էսա, ուղղակի հաշվի առնելով որ Ֆրանսիա հայերը ավելի Ֆրանսիա մեռ են, Ֆրանսիա սեր են, եւ Ֆրանսիայում շատ հայեր կան, որոնք կարողանում են առաջընթացային հարցեր լուծել, բնականաբար Ֆրանսիային է պետք է լիներ։ Անգլիային այնքան են Մեծ Բրիտանիային սովետի ժամանակ աչքից գցել ժողովրդի, որ այն դեբիլ խոսքը, որ օգտագործում են կոմունիստները, անգլոսաքսերը, բայ անգլոսաքսերը սաքս են ձեր տան մեջ։ Անգլոսաքսուր, այսինքն գերմանացիների հետ են, էլի, սաքսոնյան որտեղ Գերմանիան։ Այս գործողությունների մեջ Ադրբեջանը լռություն է պաշտպանում, բնականաբար ինքը ոչինչ չի կարող անի, որովհետև դա նշանակում է, որ եթե հյուպատոսը կա, ժանդարմերիան կա, զինվորները կան, դիտորդները կան, Սյունիքը անձեռնմխելի գոտի է այսօր եւ միշտ։ Բացի նրանից, որ ես ասում եմ, դա դեմ է նաեւ բոլոր շրջապատի երկրներին, այդ թվում նաեւ Ռուսաստանը չի ուզում, որ ընդհանրապես թուրքերը ձեռի տակից ելնեն։ Այնպես որ այս դերասանությունը PR-ով ֆրցրին, հեսա Նիկոլեկ PR կներկայացնեն, տեսակ, ընդդիմությունը ասում էր Սյունիքը հասնում ենք, մենք պահինք, մեր եղբայր Ֆրանսիան, բայց իրականում էս իրա պահածը չի, էլի ժողովուրդ ջան, ես նախորդ եմ ասում, որ հեսա չգորգռա։ Դա միջազգային քաղաքականության մաս է, որը ամենտեղ կատարվում է։ Հիմա մի լուր եկավ, որ Բաքվի նավթահանքերը հանձնում են թուրքերի։ Եմիջայլոց British Petroleum-ն էլ է այդտեղ, որը կարա դուրս գա։ Հիմա հարց։ Բաքվի նավթահանքը թուրքերին հանձնելու, այսինքն թուրքերի կողմից գնելու իրավունքը ինչ սպառնալիք է։ Կեսը ռուսներին է 98%-ը Բրիտանիային փող են տալի, բա թուրքերը ուր են եկել։ Այստեղ մի հատ կռիվ լինելու է, քանի որ բոլոր պատերազմները աշխարհի 60-ական թվերից հետո միայն եղել են նավթի համար։ Նավթի համար։ Ու դրա համար այս կինոն դեռ շատ աճուր քաշելու, որը ես հիացած ուզում եմ, որովհետև Թուրքիայի մտնելը նավթի մեջ, սա լուրջ հարց է, British Petroleum-ը դուրս է եկել, մենակ վերահսկողության մի քանի հոդված ունի, հոպ մտավ Թուրքիան, ոչ մեկ չմտավ կոնկրետ Թուրքիա։ Սա լուրջ մարտահրավեր է։ Հիմա ասենք միջազգային մյուս լուրին, որ ամբողջ աշխարհին ցնցել է։ Հիշում եք երեք ասացի, որ Ուկրաինային կպցրել են, միացրել են ՆԱՏՕ-ի Wi-Fi-ին եւ ժամեր չանցած ուկրաինական սարդոստային գործողությունով խփվել են ռուսական 5 օդանավակայանների գեր ժամանակակից, գեր հզոր ժամանակակիցի նկատի չունեմ
որ նոր են արտադրել, ուղղակի ատոմային զենք տանող եւ բոմբերը գցող տու 95, տու 22, դա որովհետեւ հզոր ինքնաթիռներ են, որոնք պետք է շատ բարձր թռնեն, որպեսզի բնականաբար ամեն ինչ չհասնի իրենց, եւ այդ շատ արագ են գնում, որ կարողանան ատոմային բոմբը վերևից գցել երկրների վրա։ 40 հատ պայթեցրել են, որի ընդհանուր թիվը կազմում է 2 միլիարդ, հա, 2 միլիարդ եւ ընդհանրապես շատ հետաքրքիր բան ասեցին, որ պատրաստվել ենք 6 ամիս ուկրաինացիները։ Բայց այսպիսի հարց եղավ, ուրեմն ես ձեզ ասեմ, պատմության մեջ առաջին անգամ արևմտյան երկրները, քանի որ Ուկրաինան քյալամի թուփ է, Ուկրաինան չէր կարող այդքան բան անել, սա արևմտյան երկրների հատուկ ծառայությունների եւ ինստրուկտորների գործն է, առաջին անգամ եվրոպական արևմտյան երկրների հետ պատերազմի դեպքում արևմտյան հրթիռները կամ դիվերսանտ, ասում է տարել են ինչ ասում, ասում տարել են բաները կանգնացրել են, ֆուրերը կանգնացրել են, ֆուրերի միջից թռը խփել է եւ Իրկուտսկին եւ Ամուրին չի հասել, քանի որ Ամուրում ճանապարհին պայթել է մեքենա, թե ոնց է պայթել, ինչ է պայթել, սա հարցի մյուս կողմն է։ Շեղում է թե իրականություն, սա հարցի մյուս կողմն է։ Հարց. Ռուսաստանի տարածքի կյանքում առաջին անգամ 7.5-ից մինչև 8.5 միլիոն քառակուսի կիլոմետր գտնվում է ուկրաինական դրոնների հարվածի տակ, որը Ռուսաստանի տարածքի կեսն է։ Եթե եվրոպական մասը անընդհատ գտնվում է, բացեցին դառավ 6 հեռավոր հրթիռները տվին 6-9 միլիոն քառակուսիա, այսինքն Եվրոպայի կես կամ Ավստրալիայի չափ տարածք, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների առանց Ալյասկայի տարածք, մոտավորապես 6-9-7 միլիոն, այս մասը արդեն գալիս է հսկայական տարածք եւ մինչեւ Ամուր։ Պատմության մեջ նույնիսկ Հիտլերը չի կարողացել խփի Ռուսաստան մինչեւ Ուրալին։ Բայց այս մարդիկ հասան Սիբիր եւ հեռավոր արևելք։ Հիմա հարց, ռուսական այդքան որ գովում եք ՊՎՕ, հակաօդային պաշտպանություն, զորքեր, դաշնակից, ռուսը չլի մեզ կուտեն, եւ Նիկոլի իբր թե դու եմա ռուսներին բայց տակից գնում Պուտինի հրամանները կատարում, հարց են տալիս դե ժողովուրդ։ Այս գերհզոր երկրի տարածքում։ Ուրեմն մինչև Ամուրսկ 8400 կիլոմետր է։ Մինչև Ուկրաինայի սահմանից մինչև Իրկուտսկ 5648 կիլոմետր է։ Ոչ հակաօդային պաշտպանություն ունեն, ոչ զորքի վերահսկողություն ունեն։ Էդ ինչ գերհզոր երկիր է, որ երկրի մեջ ինչ ուզում կատարվում է։ Երկրորդ տարբերակ, կարող է Պուտինն էլ է պայթեցնում հարմար փողավերցնում, միանշանակ այո, ինչի՞։ Որտեվ պատերազմի ժամանակ իր նշանակած Զելենսկին էլ սկզբնական շրջանում զենքը վաճառում էր եվրոպական զենքը Պուտինին։ Ախպերներով գործ են անում, արանքով է տուժվում, ժողովուրդը տեղի ապրող։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, քանի որ արդեն հասել է ձեզ դեպի մինչև երևաց հեռավոր արևելքում, եթե հնարավորություն ունեք, պարտադիր չի Հայաստան, չնայած լավ կլինի Հայաստան, կամաց տեղափոխվեք դեպի Հայաստան, որովհետև սա այս առաջի փորձեր, չէ, ամեն ինչն է առաջի փորձն են անում։ Չհաշված որ երկու կամուրջ են պայթեցրել, որի վրա գնացքներ, մարդիկ, վառելիքներ եւ այլն։ Քանի դեռ չի հասել տների մեջ ձեր։ Տեսեք, ոչ մեկ չեք մտածում։ Ես որ ասում եմ ժողովուրդ ջան, փախեք, ասում եք հələ մեր քաղաքներին չի խփվել։ Հիմա խփին, ինչ եք մտածում։ Հիմի հատ-հատ պետք է խփի Ռուսաստանի 1117 քաղաքին, օրը 10 անգամ որ ասեք լավ հասավ մեր քաղաք, փախնենք, հա։ Հատ-հատ պետք է սկսի խփել, հա։ Բրազգ, Բլագավեշչենսկ, Ամուրսկ, հետո գնա Տինդա, Նախոտկա, Վլադիվաստոկ, հերթով պետք է խփելով էթա, հա։ Նյուրենգրի, Յակուտսկ, հատ-հատ պետք է խփի, որ թողնեք դուրս գաք, Չիտա եւ այլն։ Հայաստանում որ միած սահմանին կրակում են, մի անգամից ռուսի ֆուրաշկեն քաշում են կարմիր աստղը ճակատին, առնում են դուրս Ռուսաստան սահմանից։ Բայց Ռուսաստան հասել ասմալը մեր քաղաք չեք է, շատ հեռու է, չեն խփի։ Տեսակ որ խփի, ես ինչ ասում եմ լինում է։ Դուք զգում եք որ բոլոր ասածներս լինում է, հա։ Իսկ Պուտինը Նիկոլի պես, ուլի պես լուր է, ոնց որ Նիկոլի ինչը լում է լուր է, որ հետո մի էշպան ասի։ Ուլի նման լուր է։ Ուլի նման լուր է, ձեն չի ան, որտեղ հայտարարություն է երկրում։
Սա քելի մի հատ էշություն կասի։ Պլյուս դրան ոնց որ Նիկոլն է հիմա գնում ինստիտուտներ էշություն անում, մոտեցել է մանկապարտեզ երեխեքը ընկնավոր է ձենով ղժում էին վիդեոները դրեցին սատանա տեսնելուց։ Բանը Վագների տղաները մտել են մանկապարտեզ ռուսական ու բոլորին Վագների շևրոն են տվել։ Ժողովուրդ ջան, Վագները ինչա ձեր ալիքով ներկայացրած է ազգասերներ, բայց իրականում Վագները ինչա։ Վարձում մարդասպանների չէ զորքեր, որոնք սպանում են թե Արցախում են սպանել, թե Հայաստանի գործողություններին կային Նիկոլին պաշտպանում են, որ ժողովուրդը չսպանի, այն ռուսային փողոցով քայլող, թե Աֆրիկայում, թե Ուկրաինայում, այսինքն առնախումների խումբը։ Այդ նույն բանն է, ոնց որ հիմա ձեր մանկապարտեզ երեխու ես մտնեմ, ես ելնեմ իգիլի ղեկավարը ու իգիլի շևրոն տամ երեխեքին, դուրներդ կգա, հիստերիկանակ, այս ինչ է, այ, խուլիգանի, вы что делаете, гагик, наш Путин херос, չէ, այս հայտարարությունը, և մի հատ էլ զուգահեռ եմ ուզում անցկացնեմ, որ այսօր հաղորդումը այսքանով մի փոքր կարճ եմ անելու, բայց ամուր, որտեղ դեպքերը անընդհատ զարգանում են, դեռ կտեսնենք ինչեր է բացվելու։ Որ տեսեք, հենց որ իմացա, որ Մոնղոլիայի վարչապետի տղան, տեսեք, ինչ համեստ տղա է, բացատրեմ։ Օրական ծախսում է $500 փող, երբ որ Մոնղոլիայի միջին աշխատավարձը Հայաստանի չափ է $600 մոտ է, 600-700։ Ժողովուրդը դուրս է եկել բունտերի ու ցույցի, որ վարչապետը հրաժարական տա։ Այ ժողովուրդ ջան, մոնղոլների չափե չկանք։ Նիկոլի ապորինի սիրուհին, ոմն ջհուդ ոչ լոտանան, օրական $1 միլիոն նալոգ է հավաքում Երևանից, մենակ լֆիկից կես միլիոնից $1 միլիոն, ոսկու ձև մնացածից նվերներ և պետական բյուջեի վրա նստում է $20-ից $40,000 օրը։ Այդ հերոս վարչապետին Մոլդովանի, Մոնղոլիայի, ես դիմելու եմ թող գա Հայաստան։ Մեզ պետք է որ վարչապետի տղեն օրը կարանա $500 ծախսի։ Ոչ թե Մարիամիկը կրիպտովալյուտայի դեղի բազար ունենա, որ կարողանա դեղ ծրի ժողովրդին, դեղի Վիգենի հետ Վիվարոյի։ Հիմա էլ Վիգենը որպես իր դեղի գործ ինքն էլ ահավոր դեղանող, արդարացնի 267 միլիոն դրամ կոպեկ էլի 10 միլիոնի հարսանիքը արա այդ հարսանիքի շաբաշի կեսի 267 միլիոն դրամ տվել է սպորտի զարգացմանը։ Վիգեն, իշխանափոխությունից հետո դու ճիշտ է պասպորտները սանե, բայց քեզ երկրագնդի տակով գտնելու ենք։ Ժողովրդին թույնելու, ժողովրդին խոմարի կապելու, դեղի կապելու, սպանելու մեջ։ Որտեվ այդ 267 միլիոնը դու ոչ թե տվել ես սպորտին, տվել ես որ նորից ֆռա դեղ դառնա գա քեզ։ Որպես Նիկոլի Աննայի քիպ ու Նիկոլի Աննայի հետ փայ դեղի կազինոյի եւ կրիպտոյի գործով, ինչպես նաեւ Մարիամիկի հետ առանձին փայ ու թուրքերի հետ Թուրքիայի փայ, որտեղ դատական գործեր կա վրաները եւ Եվրոպայի թուրքերի հետ փայ։ Հարգելիներս, ասելու շատ բան կա։ Ես ուզում եմ այսքանով ավարտեմ այս հաղորդումը, հնարավոր է երկրորդ մասը լինի։ Քանի որ այս պահի դրությամբ ես նպատակահարմար գտա այսքան ասել։ Մաղթում եմ ձեզ լավոր Եվ հիշեք, ովքեր փորձում են ժողովրդին խառնելով վերացնել իր ազգային թևից, թե ես գտա հայրենիքը նոր եք գտե Նիկոլ, էլի եմ ասում, հայրենիքը նոր չեն գտնում, հայրենիքը այն է, որտեղ ապրում են, եթե դու հայրենիք բառը չգիտես, քո հերը ժամանակին ասեց, խելոք մարդը Նիկոլին չի ընտրել, ինքը գիտեր, որ դու թուրքի լամուկ ես։ Հայրենիքը դա կոչվում է այն բանը, երբ որ մարդու հայրենակցի բարեկամիտ հողին խառնում է բարեկամիտ արյունը, դա դառնում է հայրենի հող։ Մենք այստեղ միլիարդավոր տարիներով, այո միլիարդավոր, ոչ մեկ չգիտի 3000, 5000, 10000, մենք որ դպրոցական ենք, բանական մարդը 30000 տարի, հիմա արդեն 80000 տարի առաջ է եղել։ Արյուն ենք խառնես հողես, սա մեր հայրենիքն է, մենք նոր չենք գտել։ Այ դու որպես քոչվոր թուրք, քո հայրենիքը նոր ես գտնում։ Մեր հետ դու գործ չունես։ Իսկ ով որ հայերին փորձում է նվաստացնի, որ զրկվեն, ստիպի, աղքատացնի, սովածացնի, դեղի կապի, բռնաբարի, ԼԳՏԲ սարքի իր ու իր ընտանիքի նման, որ հայերը թողեն իրենց հողը, չհավատաս։ Արցախի հարցը փակված չի, ոչ է արևմտյան Հայաստանի, ոչ էլ հայկական լեռնաշխարհի եւ մեծ հայքի փոքր հայքի մնացածի 618,000 քառակուսի կիլոմետր տարածքի հարցը փակված չի ու նոր է սկսվում, որտեղ անընդհատ մարդուն պետք է տոկի տան,
որ ինքը ոտքի կանգնի։ Մեր ազգը խորը քնած էր, տոկի տվին հիմա ոտքի ենք կանգնում։ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք լուծելու ենք հարցերը։ Բոլորը պետք է դատվեն ցանկացածը ցմա բանտարկություն իր եղածի չափով։ Կամ ոնց որ ասում է մեր Արտակ Սարգսյանը, ինչքան փողակերը դնում ես դեմ, ասում ես ինչքանը կարաս ուտես, ինչքանը կերա մնացածը վերում ես պետբյուջե։ Բրավո։ Եվ այս խոսքով ավարտում եմ այսօրվա հաղորդումը։ Աստված թող արժանին պատժի հայազգի ներքին ու արտաքին թշնամիներին, ավելի շատ ներքինին, քան որ իրենք տամարդի են, հետևից խփող են, տականք են։ Իսկ ով Աստծո լույսի մեջ է, նա հայ է, քանի որ Աստծո անունը հենց հայ է։ Իսկ ով գնում է փողով ծախվելուն, մանր ու միջին խոշոր եղջերավոր պաշտոնյաներ, դուք բոլոր վերանում եք հայ լինելուց եւ դուք ձեզ տալիս եք սատանին, որի ձեռքով խոցելի եք դառնում մաքուր հայերի մոտ։ Դրա համար Աստված արժանին պատժի ձեզ, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։